Եթե դուք չունեք թվային ստորագրություն ու անհանգստանում եք, որ աշխատանքի չեք կարող ընդունվել, ոնց որ թե կարող եք հանգստանալ։ Պետությունը նախաձեռնել է այդ օրենքը հետաձգել 1 տարով։ Մի քանի խնդիրներ կա տեղ։ Խնդիր համար առաջինն է նա, որ 200,000 եւ ավելի քաղաքացիներ իրանք չունեն ID card ու հավանաբար իրանցից մեծ մասը հենց այն մարդիկ են, ովքեր այսպայն չունեն աշխատանք ու նոր են մուտք գործում աշխատաշուկա, հետեւաբար բախվում են խնդրի։ Բացի դրանից պարզվում է, որ տարվա երկրորդ կեսին կամ ավարտին մենք նոր անձնագրեր ու նոր ID քարտեր ենք ունենալու ու հիմա հրատապ բոլորին տալ ID քարտ, որը 5-6 ամիս հետո կհամարվի հին սերնդի, այդքան էլ ակտուալ չի։ Եվ երրորդ խնդիրը, որ այդ սարքերը ֆիզիկապես չեն հասցնում տպել այնքան ID քարտ, ինչքան որ հիմա կա պահանջարկ։ Այն մարդիկ, որոնք հիմա են գրանցվում, օրինակ ունեն աշխատանքի առաջարկ ու հասկացել են, որ իրանց պետք է ID քարտ, երբ որ հիմա գրանցվում են, հերթը դիմելու հասնում է արդեն մայիսի վերջը։ Եթե դուք ունեք ամրագրած հերթ, ամեն դեպքում գնացեք, եթե չէ, հետևեք How-to-be-ին, հենց այդ որոշումը կայացվի, մենք անպայման կտեղեկացնենք այդ մասին։